Հիմա եթե մենք լուրջ վերաբերվենք այս ստեղծված իրավիճակին, առնվազն մեր հասարակությանը ինչ որ պետք է կարողանանք պատրաստենք, չէ՞, այդ սպասվող վտանգներին։ Պետք է մեր բանակը չէ կարողանանք պատրաստենք, համապատասխան աստիճանի բերենք, բայց ինչպես ենք անելու այդ, ո՞նց ենք անելու։ Բանակը զինվորները զորքը այսպես մտվներում իրենց մշտական տեղակայման վայրերում քնած են, տեխնիկան ինչ-որ միտեղ կանգնած է, ու մենք ինչ-որ բանի ենք պատրաստվում։ Բայց զորավարժություններով են, չէ՞, պատրաստվում գոնե այս սպասվող մարտահրավերներին։ Քաղաքապաշտպանությամբ քայլերով են, չէ՞, զբաղվում ինչ-որ վտանգը չեզոքացնելու այսպես տրամաբանության մեջ։ Հիմա մեր ո՞ր քաղաքում է տեղի ունենում, այսպես ասած, զորավարժություն, որը վերաբերվում է, ասենք, քաղաքապաշտպանությանը։ Տեսեք, այս վերջի 10 տարիների ընթացքում տարբեր տեղեր այնպիսի կոնֆլիկտներ են եղել, ել չեմ ասում մենք ենք այնպիսի սարսափելի բանի մեջով անցել վերջին տարիներին, որ գոնե դրանից պետք է դասեր կարողանանք քաղենք եւ սովորենք գոնե, որ հաջորդիվ նման բաներ չկրկնենք։ Հիմա դուք պատկերացնում եք ինչ-որ իրավիճակներ ստեղծվի եւ մեր քաղաքներից մեկի վրա ինչ-որ գործողություններ իրականացնեն ադրբեջան։ Ինչ ենք անելու։ Ով է այդ քաղաքապետն է, ինչ է, այդ կառույցի որ ղեկավարներն են, ինչ-որ գործողություններ արեն, որ պայմանական իրենց քաղաքացիներին կարողանան ինչ-որ ապաստարաններում տեղավորել։ Ապաստարանների տեղը իմանան այդ մարդը։ Ես չգիտեմ, մի քանի ամիս առաջ, 1 տարի առաջ հմեկով մի ռեպորտաժ նկարեցին, այդ ընթացքում շատ են խոսում այդ ապաստարանների մասին եւ այնտեղ փորձում են ցույց տալ, որ ինչ-որ բաներ են մաքրում, ինչ-որ գործողություններ են իրականացնում։ Հետո մուտքերի մոտ ինչ-որ հետո պարզվեց, որ ոչ մեկը տեղն էլ չգիտի, որտեղ են այդ ապաստարանները, որ դեպքում մենք պետքա, ինչ հերթականությամբ մենք պետքա այնտեղ մտնենք։ Ինչ ճանապարհով։ Սկզբից երեխաներն են մտնում, ծերերը, այսինքն այս ամեն ինչը պետքա պարապես քո հասարակության հետ ու տարբեր քաղաքներում։ Հիմա մենք ոչ մի բան չենք անում, ինչով են զբաղված համայնքներում հիմնականում։ Ինչ-որ ասֆալտ նկարեն, ինչ-որ եսի մանգապարտեզում գնան, եսի մինչև նկարեն, այսինքն այս լոգիկայով ու ստեղծված այս մթնոլորտը, հիմա մենք տեսնում ենք, չէ, Իսրայելում ինչքան էլ մենք խոսանք իրենց խնդիրների մասին, որ այդ հոբ համակարգերը, ասենք, մի մասը փուչիկ էր առնվազն, որ հնարավոր չի մասսայաբար ոչնչացնել այդ օդային թիրախները եւ հրթիռների մեծ մասը տեղ է հասնում, բնական է, այս ինչ-որ փուչիկ իսրայելական հոբ համակարգի մասին այդ իմաստով էլ տրաքեց, այսպես ասած, բայց այն, որ քաղաքապաշտպանության ոլորտում նրանք շատ լավ են կազմակերպում ու մենք սովորելու բան ունենք, գոնե այս իմաստով պետք է մի քիչ ուշադիր հետևենք, տեսնենք, որ երկիրը ինչ իրավիճակում ոնց է կազմակերպում եւ փորձենք այդ մոդելները ներդնել մեր մոտ։ Հիմա մենք ոչ մի քայլ չենք անում եւ հենց դանակը հասնում է ոսկորին, այսինքն այն իրավիճակն է ստեղծում, որ դե հիմա սենց եղավ, բա ինչ պետք է անենք այս իրավիճակում ոչ մի լուրջ բան, այո, չենք կարողանալ անել։ Հիմա այստեղ մենք էլ էլի այս փուլում ես չգիտեմ, ճիշտ ասած այդ կարևորությունը պետքա հստակ դասակարգենք, էլի մենք էլ որպես հասարակության ներկայացուցիչ, այսինքն մենք ո՞րն ենք առաջնային համարում, այս պահին, եթե մենք գնահատում ենք, հիմա ազգային ժողովում էլ տեսնում եք անվստահության գործընթացը սկսում։ Հիմա եթե մենք գնահատում ենք, որ առաջնային խնդիրը այդ է, եթե մենք այդ խնդիրը չլուծենք, հետո չգիտեմ ինչ կլինի, ավելի վատ կլինի, այսինքն մենք պետք է գոնե էներգիան փորձենք կենտրոնացնել այս կարևոր հարցի շուրջ, այս լուծենք, հետո նոր մտածենք քաղաքապաշտպանության մասին։ Փաստ է, չէ, որ այս իշխանություն օրոք, ասենք, ամեն ինչ անլրջացնելու մակարդակի է տեղի ունենում։ Հիմա եթե ես պահանջում եմ, ասում եմ, չգիտեմ, կազմակերպեք այս ինչ-որ զորախաղեր, պարզա չէ, ինձ ոչ մեկ չի լսելու ու հատկապես այն տրամաբանության մեջ, որ իրենք էլ իրենց առջև դրած պրիորիտետները, հերթականությունները խնդիրների բարձրաձայնում են եւ ասում են անվտանգությունը, չգիտեմ, որ երրորդ տեղում է։ Ասենք առաջնային տեղում ես իմ հերոսը հարկատուն է։ Պարզա չէ, արժե զրկում են այդ համակարգը։ Այսինքն ամեն ինչն են այսպես
քանդելով գալի, հիմա էլ հասել են եկեղեցուն, փորձում են այդ սյունն էլ թուլացնեն, բայց թե որն է տեղից մենք ինչ ենք շահում, էսա դժվար հասկանալ է, ասենք, պարզա չէ, ստեղ կարանք մենք երկու դիտարկում ունենանք, եկամ այդ ամեն ինչը մտածված են անում, եթե մտածված են անում, հարց առաջանում, բա որն է մոտիվացիան իրենց, որն է մոտիվացիան, որ ամեն ինչը ավիրեն, տարբեր մեկնաբանություններ կարա լինի, մի մասը կարա ասի, ես իմ այս կամ այն երկրի գործակալական ցանցա էսա ենա, որը տրամաբանական է այս իրավիճակը, որտեղ երևում է, որ փաստա չէ, ոչ մի բան եթե չես անում, բա էլ ում շահերից է այդ ամեն ինչը բխում, ում շահերից է բխում, որ եկեղեցուն պետքա քարկոծենք, ում շահերից է բխում, որ հելնում հայտարարում են, ասում են տարբեր այս կամ այն փորձագետներ, որ ատոմակայանը մեզ վնասա, չգիտեմ, փակենք այս կամ այն սապոգի տակից դուրս գանք, այս թեզերն են տարածում, բայց ոչ մեկ չի հասկանում այդ կարևորությունը ու թե որտեղից է փչում այդ քամին։ Դե հիմա եթե հասկանում են, եկանք առաջին իմ քեյսին։ Եթե չեն հասկանում, կարող է հիմա ինչպես ասում են մարդիկ ուղեղի այդ խնդիր ունեն, չեն հասկանում։ Հիմա ով ասե, որ 70 կամ 100 պաշտոնյաները պետքա ուղեղով լինեն։ Կարող է մեծ մասը անուղեղ է։ Հիմա հնարավոր է։ Հիմա եթե այդ դեպքում էլ մենք պետքա չէ, այդ խնդիրը լուծենք անուղեղ չլինեն։ Հիմա հանենք ուղեղով դնենք, որ կարենանք ինչ-որ բաներ պահանջենք։ Այսինքն էսա մենք որ պետքա մենք կենտրոնանանք այն կարևորության խնդիրների վրա, որոնք այս պահին ծառացած են մեր այսպես ընդհանուր առմամբ մեր պետության առջև։ Եթե մենք այդ խնդիրը այս փուլում չենք կարողանում լուծել, ապա այս տրամաբանական գրաֆիկը, ինչպես ասում են, սենց ներքև է իջնելու եւ մենք սրընթաց վայրեջք ենք կատարում ու Աստված գիտի ինչի ենք հանդիպելու։